Անկախ ձուկ է սատկացան, հա։ Դες մասսայական կոտորում են։ Արա, այս ինչքան կաստել, ըստեն է։ Բնա ջնջել են, էլի, սրանց պետք է բռնես սնա։ Տոկի 10% սնա։ Живой ձուկ չկան, այ, սատկած ասա։ Հենա մեր կոած սաղ երևում են, հենա կողակներն այ։ Դե որի վրա ուշ ազդեն, պրծել են, հեն էտա։ Նստեն այդ էշքան կաս։ Այ քեզ բան, արա այս մասսայական սատկած են, հեսա։ Հլը նայ։ Այս մեկը կողակ այս մեծ, արա հլանդեն այ։ Է մեկն էլ բեղլու է, չես սատկած են սաղն այ։ Այս ինչ թույն են կցել մեջ, սա կլորել չես, ես իմ ես ինչ։ Նա այս լուսակերտի չաստետացող ճամպի վրա այս պանելի շենքն, հա, ստիցել հեսա։ Չաստի տակն անում են, համբայրը։ Ուղերն հարացում են հեն։ Տես ինչ կեղտաջուր է թապում, նայ։ Դնում ես։ Այսինց ամեն օր սենց թողում են ավիրումս։ Ինչ են անում արես սնստ։ Մարդիկ գալիս են որ մի քիչ հանգստանան ասում են ինչ գարշահոտ է։ Համի ձկները սատկած երևում, հա։ Ձուկը հենց առաջ օրը չայքի քաղաքում։ Ես կս կարապ տանամ ցույց տամ որտից է ասիլես։ Հա, բայց այդ բանն է պետք ընձի որ Հետա վիդեոն կա էլի պես ձկները որ սատկած են։ Համի ես խա փրփրում գետը բայց։ Էսի թռչնաբուծական։ Այ հոտ է գալի։ Թռչնաբուծականի կանալիզացիան տրափել է։ Վիոլա Որ կանալիզացիա, որ թռչնաբուծ։ Լուսակերտի, հա։ Վիոլա ջուրը ընդ գործ է անում։ Կանալիզացիան սարքում։ Քանի օր է սարքում է։ 10 քանի օր է։ Ամսի 5-ից է։ Ու вообще գոյություն չունի, վերացնա։ Այդ օրը տեն այս չայքեք ինչ են անում, հավաքում։ Համի ես խա փրփրես։ Այդ կեղտաջուրն է, էլի։ Հեսա ժամը 4-ից հետո միշտ։ Իսի ահավոր է բայց։ Ահավոր է, բայց չա։ Անես ժամանակ աչքզապ ապրում է ստացել։ Ու մարդ ով գալիս է նստան, հոտից միակ կացում։ Էսի որ հատվածն է կոչվում։ Էսի անունը նախին դες կամիսայի տակը, սանատորա երորդ կաց առաջ։ Ու էսի քանի օր այս վիճակն է։ Ամսի 5-ից այսօր ամսի քանիսն է։ 10 օրից ավել էլի։ Կաբիրն է որ նայես գորտերը իրանց գցել են ապ։ Կռաբը բժժած ընկա։ 10 օրից ավել է։ 12 օր է, ամսի 5-ից։ Ես 5-ին եմ նկատել, կարող ավելի շուտ են թողել։ Ես ամսի 5-ից։ Ինը մեկ երբ եք զանգել։ Ամսի 5-ի օր։ Ամսի 5-ին զանգել եք 9-1 ինչ են պատասխանել։ Ասել են կարձագանքեն։ Հա։ Դրանից հետո
Այդ նույն օրը մեր կուզան հետ բան Աբովյանի կամասը դա երկու մայն բան ջուրմուր վեկան ասի բանը լաբայատը հաջորդ օրն էլ տենամ այդ տղեն զանգ է բապերս ասի հա Այդ վաղ լիքը ձուկ կար սատկած։ Մի հատ էլ քնիչ եկավ հետները 3 տարի ջուր եկանի գնացի Բայց էսի հաստատ լուսակերտի կոյուղին է։ Զանգի ասի, էս ինչ է, ասես գործերը քննիչականը մա քննիչն է։ Հոտը խեղդում է։ Քրեական գործ է, ուսը տրանսպորտ գործական։ Սենց գնում է։ Գնում է միջոց։ Էսի բանը գցած է շապշա։ Էկոլուրում գցած է սատկած դեպի տեսել է։ Չէ, ժամանակ չեմ ունեցել, սա մի րոպե։ Էկոլուրին ով է զանգել։ Ֆլորենցիա ռեստորանը որտե է այդ Գևյանի մոտերն է։ Մի րոպե։ Ռեստորանը հյուրանոց հանդից ահա զանգեն արել էկոլուր եկե նկարել սատկած ծկներին սայթի մեջ ծած է։ Դիք նկարած նա։ Թող ես բանելում նեղվում, ոնց որ վատ բան ես անում։ Հունիսի 17-ն է, Կոտայքի մարզում ենք, դեռ սովետական տարիներից հայտնի Արզն ու ձորում ենք, որը հիմա կոչվում է, այս հատվածը կոչվում է, ոնց էր կոչվում։ Սովետական տարիներին եղել է Լեչկամիսա, հիմա կոչվում է Արզնի ռեսոր։ Այդ հատվածում ենք, որտեղ ամսի 5-ին քաղաքացիները նկատել են ավելի ճիշտ քաղաքացիները գարշահոտի զգացել են գարշահոտը, մոտեցել են այս հատվածում եւ նկատել են, որ ջուրն ամբողջությամբ փրփրապատված է, փրփուր է տալիս եւ բազմաթիվ ձկներ են սատկած։ Ինչ չափի ձկներ են եղել մոտավորապես։ Բայց ինչ ձկներ են եղել։ Ըստ քաղաքացիների սատկած ձկները եղել են կողակ, Բեղլու կատարվածի մասին քաղաքացիները ահազանգել են պատկան մարմիններին, թե արդյոք ինչ հետևություններ են արել պատկան մարմինները դեռևս հայտնի չէ։ Այս պահին այսօր արդեն ամսի 17-ն է, գարշահոտը դեռ գալիս է եւ ջուրն էլ տեսնում եք ամբողջությամբ փրփրապատ է։ Սա երևի պետք է մտահոգի շրջակա միջավայրի նախարարությանը, հանձին ըստ նախարարին որպեսի սրա դեմը իրոք օր առաջ պետք է առնեն։ Ըստ քաղաքացիներին հասած տեղեկությունների սա գալիս է, այս կեղտաջուրը գետն է լցվում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայից, որտեղ կոյուղատարը մի քանի օր է վնասվել է, դա ըստ քաղաքացիների հայտնացի, ու մինչև այսօր կամ չեն փորձում, կամ չեն կարողանում դրա դեմը առնեն։ Տեսնում եք, այսպես կեղտաջուրը ուղղակի այստեղ պետք է լինեք, որ հոտը զգաք նաև։ Ձկները այս պահին չկան արդեն, ասում են, որ թռչուններն են տարել, ասում են չայկա թռչունները տարել են եղած սատկած ձկները, նույնիսկ ասում այդ առաջին օրը գորտեր կային սատկած։ Գորտերն ով փախնում են այդ կեղտաջրից։ Ինչ Քաղաքից գալիս են, որ մի քիչ նստեն հանգստես ու գալու։ Հա։ Չեմ ասում էլի ահա զանգողել է։ Բայց դա հաստատ բանից է Լուսակերտից։ Կարակետան գախնով։ Չէ, շատ է հեռուստություն դե։ Բայց կերևա որ է թանկնդե։ Արա այդքան նկալ։ Տանդաստրուբեկը կարող գործանել։ Կեղտաջուրը թափում է, չէ՞։
Ստե մի անգամ դեպք էր եղել, այն որ ջրահեղձ էր եղել քաղաքացին, մի քանի տարի առաջ։ Այստեղ գիտեմ Ուղղակի ջուրը խես ես փրփրնում ես հոտը գալիս։ Ես մասնագետ չեմ։ Դրա համար ես փրփրնում հոտը գալիս։ Նա բուսական է, հավերի կարգը որ լվում է։ Հա։ Այդ կեղտաջուրը, այդ կեղտ խառնում ջրի հետ sense թույն է ինքը տեղով։ Ես ասեմ թման տեղով վարի։ Դուր խմես վայ։ Իսկ առաջ մաքուր ջուր էր։ Առաջ մաքուր էր այդ կոմունիստների վախից 77 թվականի տղա։ Երեխային կրանում ու ետը ջուրը։ Մաքուր, սապ կոյուղ է էլի։ Ես զարմանում եմ, ես Երևանյան դիչ հասնում։ Ոնց է, կարող եմ ինչ-որ դե հասնում։